Տաղավարում ես հյուրընկալել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մեկ շաբաթ առաջ այս նույն տաղավարում խոսում էինք այս հակամարտությունից եւ դուք կարծիք էիք հայտնում, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում գնա ռազմական բախումների։ Ձեզ ինչու այնուամենայնիվ թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը գնացին, այսպիսի մի կարծիք կա, որ օրինակ Իսրայելը սադրեց եւ Միացյալ Նահանգներին ներքաշեց այս պատերազմի մեջ։ Կիսում եք այս կարծիքը։ Սադրելու համար պետք է կոնկրետ գործողություն իրականացնել։ Իրան-ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները շատ ավելի մեծ ռազմավարական խորք ունեն, քան այդ մասին իհարկե հայտարարվում է։ Այդտեղ կան տարբեր գործիքներ, փոխադարձ ազդեցությունների մասով, հա։ Ես հակվածություն ունեմ, որ ավելի շատ որոշումներ ընդունվում են Թել Ավիվում, քան թե Վաշինգտոնում։ Հաշվի առնելով ռեգիոնալ ուժային բալանսի այն վիճակը, ինչ որ կար Սիրիայի հանձնումից հետո, Թուրքիայի ակտիվացումից հետո, Իսրայելը ուներ անհանգստության բազմաթիվ աղբյուրներ, այդ մասին ինքը հայտարարել է։ Թուրքիայի հետ իսրայելական հարաբերությունները դրանք շատ երկակի են, դրան չանադառնանք հիմա, բայց այնուամենայնիվ ուժային բալանսի փոփոխություն ակնհայտորեն տեղի էր ունենում, որտեղ Սիրիան դառնում էր, այսպես ասած, թուրքական պրոքսի, Սիրիայի չափի դեպքում պրոքսի բառը միգուցե կոռեկտ չի, բայց ինչևէ։ Բայց այստեղ կա շատ ավելի խորքային իմաստ, հա, դա մեծ Իսրայելի գաղափարն է, որով ի զգալի մասով նաև առաջնորդվում է գործող նախագահը, Իսրայելի ղեկավարը, հա, վարչապետը։ Ինչ վերաբերում է գործող վարչապետ Թրամփ հարաբերությունները, դրանք խիստ անձնական հարաբերություններ են։ Թրամփը իր տեսակով ավելի այսպես եսակենտրոն մարդ է, հա, այսպես, ու այն շրջանակները ում ներկայացնում է ինքը եւ այն շահերի տիրույթը, խորհրդային պետության այն շեմը, հա, այսպես ճյուղը, որ ներկայացնում է Թրամփը, ենթադրում է բազմամակարդակ շփումներ ու այո, իրանք հանուն Իսրայելի գնացին այդ process-ին, այսինքն հարվածեցին Իրանին։ Հիշում ենք Օմանի արտգործնախարարը ինչ ասեց, բանակցությունները գնում էին բավական արդյունավետ եւ այլն, այսինքն բանակցությունները չավարտված վիճակում սկսեցին հարվածել Իրանին, այսինքն որոշումը վաղուց էր կայացված։ Ակնհայտ էր, որ այդքան ռազմատեխնիկական ներուժ կուտակել մեծ մերձավոր արևելքի ամենատարբեր մակարդակներում, օդում, ջրում, ցամաքում տարբեր մակարդակների տեսանկյունից դա անհետևանք չէր մնալ, վերջի վերջո ահռելի ծավալի տեխնիկա էր այդտեղ կուտակվել եւ պետք էր այդ ամեն ինչը այսպես իմպլեմենտացնել ասֆալտի վրա։ Իրանն էլ էր հավանաբար գիտեր, որ եթե հնարավորություն լինի, իրանք հնարավորություն հավանաբար 5% էին գնահատում, բանակցությունները արդյունավետորեն կգնան, եթե ոչ, պատերազմին իրանք իհարկե պատրաստ էին։ Բայց այսօր հայտարարեց Աբբաս Արաղչին, որ փաստացի Միացյալ Նահանգները դավաճանեց դիվանագիտությանը։ Գիտեք, դիվանագիտություն բառը հիմնվում է միջազգային իրավունքի վրա, հա, միջազգային իրավունքը ուժային ներկա բալանսում աշխարհում մեծ մերձավարելքում դադարել է գոյություն ունենալուց, ուժի իրավունքն է իմպլեմենտացվում գրեթե բոլոր հարթակներում։ Այդ մասին դեպ նաև խոսեց Մակրոնը, բավական տարօրինակ է, որտեղ սկզբում որոշակի աջակցություն էր հայտնել, իսկ ներկայումս ասում է, որ Իրանի եւ Իսրայելի հարվածները Իրանին դա միջազգային իրավունքի խախտում է եւ իրենք թույլ չեն տա։ Երկե հետաքրքիր է թե ինչպես թույլ չեն տա, որտեղ process արդեն ակտիվ ընթացքի մեջ է, բայց այնուամենայնիվ։ Մի քիչ առաջ ընկակ, ես ամեն դեպքում այդ հարցը տամ։ Եվրամիության դիրքորոշումը ակնհայտ է, որ սա վնասում է Եվրամիությանը։ Փորձենք հասկանալ կոնկրետ ինչ որ գործողությունների կգնա, ինչպես կարձագանքեն բացի այս օրինակ նախագահի Մակրոնի հայտարարությունից։ Պատերազմի արդյունքում եւ Եվրամիություն կոչված կառույցը, քաղաքական միավորը, որտեղ վաղուց արդեն Մեծ Բրիտանիան չկա, 18%-ով օգտվում է Հորմուզի նեղուցից դուրս եկող նավթից, հա։ Գազի ընդհանուր դեֆիցիտը էական կարևորություն ունի նաև Եվրամիության մասով, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանից իրենց այսպես կտրվածությունը, հա։ Բնականաբար Եվրամիությունը պետք է որոշակի քննադատողական տեքստեր ասեր։ Երկու պետություն, մասնավորապես Ֆրանսիան եւ Իսպանիան, իսկ Իսպանիան ավելի հումանիստական քաղաքական առումով Մակրոնը ուղերձի տեսքով իր ժողովրդին քննադատեցին Թրամփի մոտեցումը։ Թրամփի արձագանքը, ինչպես միշտ գիտենք, էմոցիոնալ, մենք Իսպանիայի հետ հարաբերությունները կխզենք, ՆԱՏՕ-ով դաշնակիցներ են, էլի չմոռանանք։ Ընդ որում Իսպանիան էլ ունի այսպես ռազմակայաններ, ընդ որում նշվեց, որ մենք ձեր ռազմակայաններից կօգտվենք։ Գիտեք, Թրամփի բնույթը շատ հակասական է։ Երբեմն իր ամեն հաջորդ հայտարարությունը հերքում է կամ հակասում է նախորդ հայտարարությունը։ Միգուցե դա ոչ է դիվանագիտության, միգուցե դա ուղղակի էմոցիոնալ վարքաբանություն է, չնայած Թրամփը բիզնեսմեն է, այդ պարագայում ասել, որ դա էմոցիաներ են, ես իհարկե թերահավատ եմ,
բայց ունենք այն ինչ որ ունենք։ Խոցվելու է անհարմար վիճակում է տնտեսապես, հայտնվելու Եվրամիությունը անկասկած։ Բրիտանիայում բենզինի գինը 93%-ով ավելացել է։ Այսինքն հասկանում եք, չէ՞, մեծ մերձավոր արևելքում կոնֆլիկտը հարվածում է հյուսիսային Եվրոպայի քաղաքացիների գրպաններին։ Ակնհայտ է, որ process-ի երկարաձգման մեջ մի շարք պետություններ շահագրգիռ չեն, այդ թվում նաև Ճապոնիան, այդ թվում նաև Չինաստանը իհարկե։ Չինաստանը առանձին թեմա է, ես արևմտյան դաշնակիցների մասն եմ խոսում։ Հարավային Կորեան, հա, եւ իհարկե Հնդկաստանը։ Հնդկաստանի ղեկավարը ոչ հեռու անցյալում Իսրայելում էր։ Եվ ոչ հեռու անցյալում Թրամփը կոչ արեց Հնդկաստանի ղեկավարին հրաժարվել ռուսական նավթից։ Իդեպ BRICS-ի շրջանակներում այդպիսի քայլը Հնդկաստանի կողմից ռուսական կողմից շատ անընկալելի այսպես դարձավ, այսինքն հայտարարեց, որ դա շատ անընկալելի է։ Հիմա վերադառնանք Չինաստանին։ Ակնհայտ է, որ թե վենեսուելական սցենարը, թե իրանյան սցենարը առևտրային պատերազմների տեսանկյունից եւ ռազմավարական ուժային բալանսի տեսանկյունից հարվածելու առաջերտին իհարկե Չինաստանին։ Էժան վառելիքի գաղափարը Չինաստանի տնտեսության կարևորագույն այսպես բազային էլեմենտներից մեկն է։ Թրամփը հասկանում է, որ Չինաստանին հարվածելով ինքը շատ կարևոր մրցակցի դիրքերն է թույլատնելու գլոբալ ուժային բալանսի տեսանկյունից։ Դրա մասին խոսում էին Բժեզինսկին, դրա մասին խոսում էր Կիսինջերը եւ ասում էին, որ մեր հիմնական թիրախը իհարկե Չինաստանն է։ Իսկ Չինաստանը առաջի հերթին դա տնտեսությունն է։ Պրոցեսները բավական բարդ են, օրինակ բացառապես ընդ որում գիտեք խնդիրը որն է նաև պատերազմի ժամանակ fake news-ը ֆանտաստիկ ծավալ է, երբեմն շատ դժվար է հասկանալ դա իրականությունն է թե ոչ։ Ու կար լուր, որ Իրանը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցը բացում է բացառապես չինական նավթային տանկերների համար։ Ես չգիտեմ դա իրականությունն է թե չէ, բայց ակնհայտ է, չէ՞, որ նախորդ տարիներին Չինաստանի աջակցությունը կարծեմ 60 միլիարդի թե 600 միլիարդի աջակցության մասին էր խոսում Իրանին, հա, չմոռանանք, որ մինչև պատերազմը մի քանի շաբաթ անընդմեջ օրական հավանաբար մի քանի այսպես թռիչքով, հա, ինչ էր գալիս Իրան, Չինաստանից, ռազմաօդային այսպես միջոցներ էին գալիս եւ չգիտենք ինչ զին տեխնիկա էր։ Պարոն Ղևոնդյան, գերագույն հոգեվոր առաջնորդին սպանեցին, ինչը անհավատալի էր թվում։ Հիմա կոնկրետ ինչ խնդիր են լուծում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Ռեժիմի փոփոխություն, թե այլ խնդիր կա եւ առհասարակ Իրանի դիմադրությունը ինչպես է գնահատում։ Պետք է ժամանակից աշխարհը ընկալել այն կոնցեպտի ներքո, որ ամեն ինչ հնարավոր է, անգամ այն ինչ որ անհնար է։ Երբ որ մենք ասում ենք Խամենեիին սպանելը դա անհավանական էր, ես ամենևին այդպես չէի կարծում, ավելին ասեմ, իրանական ղեկավարությունն էլ այդպես չէր կարծում։ Խամենեիի հարցազրույցները եւ հրապարակային առանձին տեքստերը այդ թվում նաեւ այդ մասին էին, որ ինքը պատրաստ է նահատակվել։ Ով էր Խամենեին, հա, Խամենեին բացի հոգեվոր առաջնորդ լինելուց դա նաեւ Իրանի ինքնիշխանության սիմվոլն էր։ Անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք կղերապետությանը, իսլամական շիա դավանությանը եւ այլն, այդ թվում նաեւ New York Times-ում նշվել էր, թե ով էր Խամենեին, նա այն մարդն էր, ով Իրանը սարքեց ռեգիոնալ տերություն։ Ռեգիոնալ տերությունը դա, այսպես ասած, մեծ դերակատարում, աշխարհակարգի վրա դերակատարում ունեցող պետությունն է։ Եվ դա New York Times-ն էր, որը տպվում է Միացյալ Նահանգներում։ Հիմա հարցը. արդյոք իրավիճակը մեղվեց սպանությունից հետո, թե հակառակը, ակնհայտ էր, որ հակառակը։ Ակնհայտ է, որ իրանական ընկալումը պետության դա կայսերապաշտական ընկալում է։ Իրանը այն կոնցեպտով է, որ Իրանը կարող է լինել այն պարագայում, երբ որ ինքը դերակատար է, ինքը չի կարող լինել փոքր պետություն։ Դա իրանական ռազմավարական մտքի հետ է կապված, որովհետև եթե մենք Իրանի կամ Պարսկաստանի պատմությունն ենք հետազոտում, ինքը միշտ կայսրություն է եղել։ Ինքը միայն նորագույն նոր եւ նոր շրջանում երկրորդ համաշխարհայինի հետ այսպես մինչև այդ եւ դրանից հետո այսպես ազդեցությունների ժամանակ էր, որ հայտնվեց որոշ պետություններ ազդեցություն Բրիտանիայի եւ նաեւ Ռուսաստանի, հա, բայց իրանական ընկալումը, քաղաքական ընկալումը, քաղաքակրթական ընկալումը դա կայսերապաշտականություն էր։ Խամենեիի սպանությունը ակնհայտորեն կատալիզատոր էր, տրիգեր էր, որ ազգը մոբիլիզացվել, անգամ այն մարդկանց այն շրջանակներում, որոնք ղերապետության հետ կապված ունեին խնդիրներ, հա։ Հիմա իհարկե կոնֆլիկտը էսկալացիայի գնաց, բավական սուր էսկալացիայի գնաց։ Եվ կարծում եմ պատերազմի մոնիտորինգը, որը բավական դժվար բան է նաև խոցելիության մասշտաբի, ծավալի, թիրախայնության մասով, նաև կապված էր այդ հանգամանքի հետ, այսինքն դա կարմիր գիծ էր։ Եվ դրանից հետո իզուր չէր, որ նաև նշվեց, որ
Լարիջանին հայտարարեց, որ Իրանը բանակցությունների չի գնա Այո, եւ պատրաստ են երկարատև պատերազմի։ Այո, իրանք պատրաստ են, կարծում եմ, երկարատև պատերազմի, այդ երբ որ մենք ասում ենք պատերազմ, երկարատև, մենք պետք է հասկանանք, որ դա միայն հրթիռների քանակը չի։ Դա նաև հանրային մոբիլիզացիան է, լեգիտիմությունն է, դա ռեսուրսների դերաբաշխումն է, դա սննդային միջոցների հասանելիությունն է եւ այլն եւ այլն։ Չմոռանանք, Իրանը աշխարհի ամենաերիտասարդ ազգերի, Իրանում ապրում են ամենաերիտասարդ քաղաքացիներից մեկը, այսինքն մինչև 45 տարեկան մոտավորապես 70-80 քանի տոկոս մարդ է այնտեղ ապրում։ Իրանը ունի ներքին բավական մեծ ռեսուրսներ, իհարկե ունի ներքին նաև խնդիրներ։ Եկեք, այստեղ կարելի է բավական տեղին Ռուսաստանի հետ զուգահեռներ անցկացնել։ Իրանը փաստացիորեն պայքարում էր ՆԱՏՕ-ի մի շարք երկրների դեմ եւ պայքարում էր իհարկե Իսրայելի դեմ եւ Միացյալ Նահանգների ցանցային ռազմական համակարգի դեմ, որոնք տեղակայված են արաբական, այսպես ասած, ծոցում եւ Պարսից ծոցում, հա, եւ ինչ ունենք Ռուսաստանի դեպքում, Ռուսաստանը մոտավորապես 55 պետության դեմ է պայքարում Ուկրաինայում։ Իսկ այդ առումով բավական համադրելի է։ Ահա։ Այսպեսի մի հարց։ Այսօր պետքարտուղար Ռուբիոյի խոսքերն էի կարդում, որ փաստացի սպառնում էր, որ հարձակումների մասշտաբի եւ ինտենսիվության փոփոխությունները կնկատեք շուտով եւ նաեւ հիմա էլ քննարկվում է, որ արդյոք այս պատերազմը ցամաքային կդառնա արդեն։ Դուք այդ սցենարը դիտարկում եք, Միացյալ Նահանգները կգնա դրան։ Կարծում եմ Իրանի փորձառությունը, որ իրենք ձեռք բերեցին նախորդ բախումից Իսրայելի հետ, բավական իրենց վիճակն ու կարգավիճակը փոփոխեց, այսինքն իրականության ընկալումը եւ հակառակորդների իրենց հակառակորդներին հակադարձելու մեթոդաբանությունը իրանք այնուամենայնիվ փոխեցին եւ մենք տեսնում ենք։ Եթե նախկինում 6 ժամ էր պետք Իսրայել հասնելու համար հրթիռներին, հիմա շատ ավելի արագ ու շատ ավելի տեղային, փաստացիորեն Իսրայելը եւ ԱՄՆ-ն իսկ նրանք տեխնոլոգիական պետություններ են, մի զգալի մասով չեն կարողանում դիմակայեն այդ հրթիռների եւ անօթաչու թռչող սարքերի այդ երամներին, կարելի ասել։ Եվ դա շատ օբյեկտիվ է, աշխարհում չկա այդպիսի պետություն, որ կարողանա ասենք 100 հատ դրոնի դեմ դուրս գա։ Գումարած Իրանը շատ հստակ ու դետալիզացված է հարվածում, հա։ Երբ որ մենք խոսում ենք առհասարակ Իրանի ռեսուրսների մասին, հա, մենք պետք է հասկանանք, որ այդ ռեսուրսները դա ռեգիոնալ տերության մասին է։ Միացյալ Նահանգները միջուկային տերություն է, այսինքն ինքը ունի թե տակտիկական, թե ռազմավարական ահռելի ծավալի միջոցներ։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները տեխնոլոգիաների առումով մի քանի ապատիկ այսպես գերիշխում է Իրանի նկատմամբ, բայց խնդիրը այստեղ ոչ թե ռումբերի չափն ու քանակն է, չնայած դրանք են շատ լուրջ փաստարկ, այլ թե Իրանը ինչպիսի միջավայր կստեղծի, ինչպիսի կոնտր քայլեր կձեռնարկի, իսկ Իրանը ինչ անում, հարվածում է բոլոր այն պետություններին, որտեղից ընդ որում լեգիտիմ նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, որտեղ ինքնապաշտպանության իրավունք է իրացնում, հա, ինչքանով էլ չկա այդ միջազգային իրավունքը, բայց իրենք ասում են մենք Բահրեյնին հարվածում ենք, որտեղ Բահրեյնից մեր մոտ հրթիռ է գալիս կամ չգիտեմ Կատարին ենք հարվածում եւ այլն եւ այլն։ Խոցելիություն իրենք կարողանում են 25000 դրանոց $25000 անօթաչու թռչող սարքով խոցել 4.5 միլիոն դոլարանոց մոտարապես 5000 կիլոմետր դիտողունակությամբ ռադարի։ Այսինքն դա ոչ թե Իրանի հետ է կապված, դա գլոբալ ամբողջ Հնդկաստանով, Աֆրիկայի մի մասով եւ այլն եւ այլն։ Այսինքն ունենք մի վիճակ, էսկալացիան կարող է նաեւ միջուկային էլեմենտի հետ առերեսվել։ Իսրայելը ունի տակտիկական միջուկային զենք։ ԱՄՆ-ի մասին նշեցի, Իրանը, այդ թվում նաև ըստ արևմտյան մամուլի, ունի մոտարապես 60-ից 65 բարձր հարստացվածության, այսպես պլուտոնիում, հա, ռազմական ուրան, հա, դա բավարար է 11 մարտագլխիկներով հրթիռների պատրաստման համար, իսկ ով ասաց, որ հրթիռներից առնվազն 2-ը կամ 3-ը հիմա պատրաստ չեն։ Կա նաև կեղտոտ ռումբի գաղափարը, այսինքն պլուտոնիումը սովորական հրթիռների վրա են փակցնում եւ ուղարկում են անհայտ ուղղությամբ։ Ակնհայտ է, չէ՞ որ դա ռեգիոնալ կատաստրոֆա կստեղծի, որտեղ ռադիացիան նաև քամու միջոցով է գնում։ Ու մենք այս ամեն ինչին ինչի մասի որ խոսում ենք, պետք է դիտարկենք այն տեսանկյունից, որ մենք Իրանի հետ սահման ունենք։ Ահա։ Հիմա գանք Հայաստանի իշխանությունների վարքագծին։ Համառեք է Հայաստանի իշխանությունների պահվածքը մեծ բարեկամ Իրանում տեղի ունեցող այս իրադարձություններին։ Գիտեք, մի քիչ դժվար է այն ռեակցիան, ինչ որ մենք տեսել ենք այս մի քանի օրվա մեջ դրան գնահատական տալը, տպավորությունը, որ թուլանալ եւ հաճույք ստանալու process էր եւ իրականության մեջ ընտրական այն քայլերը, որ գործող վարչապետը անում, կը հետախուզական քայլեր են, հետախուզություն հասկանալու համար, թե հանրային զարգերակի իր նկատմամբ ինչպես է տրամադրված։
ինքը Հայաստանի ամենաասֆալտի վրայով քայլող քաղաքական գործիչն է, լինելով Հայաստանի գործող վարչապետ, իրան պետք է երակը, ներվը հասկանալ հասարակության։ Ինչ չափով են ատում իրեն, ինչ չափով են ընդունում, ինչ չափով են իր միջավայրի մարդիկ իրան խափում իրականության հետ, իսկ խափում են, չէ՞, ասում են դու մեր փրկիչն ես եւ այլն, բայց ասֆալտի վրա ինքը պետք է տեսնի։ Նախորդ բոլոր ընտրություններում քարոզչական process-ները ինքը իր վրա էր վերցրել, այսպես ռուսերեն ասած, ручное управление, հա։ Այդ գործիքակազմը հասկանում էր, որ ապաշնոր թիմի հետ ինքը ձախողելու է։ Ինքը գնացել էր հասկանալ մարզերում իրավիճակը ինչպիսին է, ինքը շատ խորամանկ այն իմաստով ինքը հասկանում է բերված մարդիկ իր հետ հանդիպմանը եւ իրական մարդիկ, ովքեր իրեն լավ են վերաբերվում։ Ու ինքը հասկանում էր, որ իրանց կախված չի ոչ մի բան Իրանի հետ կապված։ Ասում եք, եկեք ժամանակը օգտագործեք իմ համար ավելի կարևոր բանի, որի իր համար ամենակարևոր բանը վերընտրվելու հնարավորություններն են։ Ես մի քիչ դժվարանում եմ, գիտեք խնդիրը որն է, ես որևէ ակնկալիք չունեի էլ, որ ինքը պետք է անի, որտեվ այդ մարդը ապացուցել է, որ ինքը պետության ղեկավար չի, ինքը խմբակի ղեկավար է, ինքը իշխանության ղեկավար է, իր կարիքներով։ Ակնհայտ է, որ պետք էր աջակցություն Դուբայում մնացած մարդկանց, օդակայանը հարվածել էին։ Մարդիկ իրենց գործիքներով էին, ինչ որ ձևերով, ինչ որ ճանապարհներով, ինչ որ բիզնեսմենների ներգրավելով, մի ձև ուզում էին փախտեին այնտեղից, հա։ Պետությունը ինչ ներգրավվածություն ունեցավ։ Տոմսերի գները բարձրացրել էին 3 անգամ կարծես, մամուլում տեսա։ Դուք հասկանում եք, պատերազմական գոտի է դարձել Դուբայը, ինչ որ մարդիկ տոմսերի գները 3 անգամ բարձրացրել են, հասկանում եք։ Պետությունը որտեղ է, պետությունը բացակայ է, որտեվ պետություն ասած իշխանության տեսքով զբաղված էր նախընտրական հետախուզական աշխատանքով։ Եվ Թուրքիայի դիրքորոշման մասին էլ մի փոքր խոսենք։ Թուրքագետ Մեհեր Աբրահամյանն ասում էր, որ փաստացի այս պահին պաշտոնական Անկարան փորձում է հավասարակշռված դիրք ունենալ։ Դուք ինչ եք կարծում, հաջորդ թիրախը Իսրայելի կարող է լինել Թուրքիան, թե ոչ։ Շատ ոչ մենաշակ հարց եք տալիս, որովհետև Իրանի հարցը հեշտ չի լուծվելու։ Իրանում արդեն կա նոր այաթոլլա, ու նոր այաթոլլան Խամենեիի որդին է։ Իսկ այդ նշանակումը ՔՍԻՌ-ը, այսինքն Հեղափոխությունների պահպանության կորպուսը, շարունակում է այդ երկրում էլիտաձևավորել, պետություն պահել, քաղաքականություն մշակել եւ այլն։ Ավելին, քանի որ հասկանում եմ, որ կապի Իրանը շատ մեծ պետություն, կապի խնդիր կա, հրամանատարական կազմին հրահանգավորված է ամեն մեկը տեղում որոշակի գործողություններ իրականացեք ըստ ձեր համապատասխան ինստրուկցիաների, որ դուք ունեք։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Իրանը եթե կազմաքանդվի, եթե բաժանվի, ինքը մեծ խնդիրներ է ունենալու։ Ինքը առնվազն պետքա փորձի բուֆերային գոտի ստեղծել։ Հիմա ցամաք ձեր նշած ցամաքային օպերացիայի շրջանակում ովքեր են այնտեղ մտնելու։ Մտնելու է ԻԳԻԼ-ից մոտավորապես 8000 հոգի, ում ազատել են Սիրիայից եւ ուղարկելու են այնտեղ եւ քրդերը։ Քրդերը հերթական անգամ միջոց են դառնալու։ Իրանք արդեն անցած այս վերջի շրջանում, երբ որ Իրանում անկարգությունն քրդերն էին հիմնականում դրա դերակատարը։ Հիմա Թուրքիան այդպիսի անկայունության մեջ կողմնորոշման առումով բավական այսպես խնդիրներ է ունենալու, հա։ Իրան պետք է որոշակի զսպվածություն, զգոնություն, ուշադրություն, հա, որովհետև կարող է սադրանքներ լինել օրինակ Ադրբեջանա-իրանական սահմանին։ Իսկ այդ պարագայում եթե հանգարց Իրանը արձագանքեց, նայեք ով առաջինը գնաց ցավակցական գրառում կատարեց Իլհամ Ալիևը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ այդ հրթիռները, որ գնում են Սաուդյան Արաբիա, շատ ավելի մեծ արագությամբ ու շատ ավելի մեծ ինտենսիվությամբ կարող գան Բաքու եւ կարող գան Աբշերոնյան թերակղզի, այսինքն նավթային հորերը հողին կհավասարացնեն եւ այլն։ Իսկ դուք պատկերացնում եք որպես այդպիսի վարկի դեպքում Թուրքիայի վարկաբանությունը։ Թուրքերի համար որ կարևոր է որպեսզի դիվանագիտությունը հաղթի, որովհետև այս պարագայում իրեն կարող է նաև միջնորդական առաքելություն։ Թուրքերը սիրում են միջնորդություն, չէ՞, ամեն հարցում ռուս-ուկրաինականի միջնորդը իրենք ամենաշատը շահում են դրանից։ Այդ առումով իրանց պետք է ստատուս քվո որոշակի կայունություն, որպեսզի հասկանան թե իրենց շահերը ինչ տիրույթում են, այսպես իրացվելու եւ իրենք ինչ օգուտ են դրանից քաղելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։